Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով նախընտրական այս շրջանում հեռուստատեսությունն ավելի հավասարակշռված է լուսաբանում քարոզարշավը, քան տպագիր մամուլը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այժմ հեռուստատեսությունն ավելի ազատ է լուսաբանում եւ ցույց է տալիս իրական Հայաստանը։ Սև PR-ով այսօր ավելի շատ զբաղվում է, եթե մի ժամանակ զբաղվում էր հեռուստատեսությունը, ընդ որում 99.9%-ով կամ 103%-ով ընդդիմության դեմ, այսօր թերթերը, տարբեր թերթեր, կախված ուղղվածությունից զբաղված են սև այն գործով, ինչը որ անում էր ժամանակին հեռուստատեսությունը։ Քաղտեխնոլոգի խոսքով նախընտրական այս շրջանում պայքարն ավելի շատ ընթանում է հետևյալ սխեմայով. ընդդիմությունը ձայներ է կորզում ընդդիմությունից, իշխանությունը իշխանությունից։ Պայքարը գնում է, ՀՀԿ-ԲՀԿ, հույդա ժառանգություն ՀԱԿ։ Կուսակցությունների կողմից ամենագրագետ եւ ճիշտ քարոզարշավը իրականացնում է ժառանգությունը, որին հաջորդում է հանրապետական կուսակցությունը։ Իսկ նույն Բարգավաճը լինելով իշխանական կուսակցություն, անում է միայն այն ինչ որ հանրապետական անում է միայն ստանդարտի մեջ։ Բա զորով երկուսն էլ քշում, բերում են ինչ որ ավտոբուսներով մարդիկ, որպեսզի հետո հեռուստացույցով ցույց տան, տեսեք ինչքան շատ մասսա ենք մենք հավաքում, ինչքան է մեզ սիրում ժողովուրդը։ Կարեն Քոչարյանը նաև կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններն ասես վերածվել են ավելի շատ նախագահական ընտրությունների քաստինգի։ Հանրապետական կուսակցությունը տանում է Սերժ Սարգսյանի նախընտրական պայքարը, ժառանգությունը Ռաֆի Հովհաննիսյանի, ՀԱԿ-ն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Տարբերությունն այն է, որ երեք այս ուժերը ցույց են տալիս նախագահական ընտրությունների իրենց լիդերներին, իսկ ահա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս իդեմս Գագիկ Ծառուկյանի, սակայն նրա փոխարեն նախագահական ընտրություններում առաջադրվելու է Վարդան Օսկանյանը։ Եթե իհարկե Բարգավաճ Հայաստանը տեր չկանգնի Սերժ Սարգսյանին սատարելու կոալիցիոն հուշագրի ստորագրությանը։ Լուսինե Հովհաննիսյան, Աշոտ Մնոյան, Սլաք AM։